Դերասանուհի Անի Երանյանն արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դերասանուհին ծնվել է 1991 թվականի փետրվարի 4-ին։ 2006 թվականին ավարտել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը, մասնակցել մի շարք մրցույթների, մեծ մասամբ գեղեցկության։ 2010-13 թվականներին Հայաստան հանրային հեռուստաընկերության և Sigma TV ընկերության վարել է Top 10 և Թեժ տասնյակ հաղորդումները։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Զգուշացեք փողից», «Աննա» հեռուստասերիալը, «Պահանջվում է միլիոնատեր», «Գեներալի աղջիկը», «Չիկագո», «Ծաղկաձոր տրանզիտ», «Խաղ իմ կանոններով», «Այն 911», «Ֆուլ Հաուս», «Անավարտ թռիչք», «Հետհաշվարկ», «Շիրազի վարդը», «Գործարք Վեգասում», «Մալենը»։ Ունի նաև տեսահոլովակներ, որոնցից են «Սիրել եմ», «Ես քեզ սիրում եմ», «Վերջ», «Իմ մամ»։ Այսօր սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ Անի Երանյանը հարսանեկան զգեստով է։ Նրա հետևորդներն ու երկրպագուները շտապել են գեղեցիկ խոսքեր ու շնորհավորանքներ գրել գեղեցկուհուն, սակայն նշենք, որ սա ընդամենը նոր նախագծի անոնսն է, որը նկարահանվում է Սոս Կարապետյանի հետ համատեղ։ Սոս Կարապետյանն ու Անի Երանյանը համագործակցում են ոչ առաջին անգամ, նրանց նախագծերը համարվում են ամենաստացված նախագծերից։ Նրանք նկարում են որակով և լավ ֆիլմեր, որոնք դառնում են ռեյթինգային։ Ինչպես խոստովանել են նրանք, Ամերիկայում դժվար է դերասանների հարցընտրությունը, մեծ չէ, հրավիրել էինք նաև կանադացի դերասանի, որի հետ աշխատելն ուղղակի հաճույք էր, նախորդ նախագծում պատմել էին նրանք։ Նշենք, որ այս նախագիծը կոչվում է «Սոս ինձ»։ Դերասանուհին իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ եթե պատկերացներ ինչ է զգալու Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց 1 տարի հետո, չէի գա։ Ես այստեղ հասկացա, որ կարոտը հիվանդություն է։ Դերասանուհին նշել է նաև, որ երազանքների մանկություն է ունեցել, մեծացել ու դաստիարակվել է մեծ սիրո ու ուշադրության միջավայրում, կոնկրետ որևէ պատմություն հիմա չեմ մտաբերում, որ պատմեմ, բայց այն, որ իրոք անհոգ և գեղեցիկ է եղել մանկությունս, կարող եմ վստահ ասել։ Պատանեկան տարիներին ավելի հաճախ էի լսում, որ գոռոզ եմ և մեծամիտ, դժվար թե անծանոթ մարդիկ տեսնեին ինձ ժպտալիս, բայց մինչ օրս չհասկացամ, որ դա պարզապես լռություն է, այլ ոչ թե գոռոզություն։ Դպրոցում ուսուցիչներիս կողմից սիրված եմ եղել, ընկերասեր ու աշխույժ, թեև շփման մեջ բաց էի, բայց միևնույն ժամանակ քիչ մարդկանց էի մոտ թողնում ինձ։ Հիմա ավելի կամակոր եմ, գուցե ավելի շատ եմ ժպտում, գուցե, չգիտեմ։ Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը ևս չսպասված էր, բայց սկսվեց, աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է։ Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա և սերը նրա հանդեպ անդավաճան է։ Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական մեծ դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում, սիրում է ինձ անդավաճան սիրով։ Դժվարություններն ամենուր են, բայց յուրաքանչյուրին տրվում է այնքան դժվարություն, որքան ուժ ունի նա, և գուցե մի պահ քեզ թվում է էլ ուժ չունես, որ ուզում ես ամեն ինչի վրա խաչ քաշել, և մեկ էլ գերբնական մի գնդաձև ուժ գլորվում և քանդում է յուրաքանչյուր ցավ, դժվարություն, հիասթափություն և բացում նոր մեծ տարածք, որը քոնն է, ու դու պիտի կառուցես նոր սեր, նոր հույս ու ապրեցնես քեզ անցյալդ։ Ամեն անհարմար պահի փորձում է ներխուժել քո կյանք, բայց պիտի ուժեղ լինես, որ չտրվես նրա գայթակղությանը։ Ջարդվածը հավաքելն իմը չէ, երբ դժվարությունից, ցավից չես վախենում, այլ ժպիտով կռիվ ես տալիս, նա հետ քայլ է անում։ Այլ տարբերակ չկա, կամ պիտի խորտակվես հանդիպած բարդություններում, որովհետև շուրջդ չարությունը շատ է, կամ պիտի կարողանաս թքած ունենալ և մաքրել։ Խոսքն արհամարհելու մասին չէ, այլ ուրիշի կարծիքով ապրելու։ Մենք խնդիր ունենք կարևորել մարդկանց կարծիքները։ Պատկերացրեք, ինչքան մարդ կա, այնքան դաստիարակություն ու կարծիք։ Ես խեղդվում եմ, երբ տեսնում եմ իմ շրջապատում երիտասարդ աղջիկների, որոնք վախենում են մի բան անել կամ խոսել, բարձրաձայնել որևէ բանի մասին, կամ օրինակ
կրել այս կամ այն կոշիկը, որովհետև մեկի համար դա տգեղ է, մյուսի համար այլևս նորաձև չէ։ Դու քիչ-քիչ խելագարվում ես այն մտքից, թե որքան կարելի է ապրել ուրիշի կարծիքով։ Մեր ու նաև իմ խնդիրը եղել է այն, որ ժամանակին թույլ ենք տվել մեզ լինել այդ գերության մեջ, իսկ հիմա կարող եմ հստակ ասել, որ ազատվել եմ դրանից և շնչում եմ ազատ ու լիաթոք։ Սա իմ և միմիայն իմ կյանքն է, ինձնից լավ ոչ ոք այն չի ապրի։ Ես միշտ ասում եմ, որ յուրաքանչյուրս արժանի ենք նրան, ինչ ունենք, ինչին ձգտում ես, նրան էլ հասնում ես, կամ ուզում ես լինել երջանիկ, կամ չես ուզում, երրորդ տարբերակ չկա։ Կինը ֆենոմենալ էակ է, նա նոր կյանքեր է ծնունդ տալիս, մարդ է ձևավորում և դաստիարակում, նրա զգայարաններն ու խելքը, խելացիությունը, կոկիկությունն ու խորամանկությունն աններևակայելի հզոր են, այն ուժը, որ ունենք մենք մեր մեջ, կարող ենք և աշխարհ շուռ տալ և նորը կառուցել։ Մարդ պետք է կարողանա միայնակ երջանիկ լինել, երբեք պետք չէ ուրիշ մեկին դարձնել իմաստ, երջանկություն կամ լիարժեքություն, որովհետև եթե դու քեզ հետ երջանիկ ու լիարժեք չլինես, կողակցիդ չես կարողանա տալ լիարժեքություն, այլ միայն կիսատություն կտաս։ Երբ հանդիպում ես այն մեկին, ում կողքին երջանիկ ես, պատրաստ ես քո օդից, ազատությունից տալ նաև նրան, ապա կարող ես համարել, որ գտել ես քո նոր ուրիշ լիարժեքությունը։ Այդ ժամանակ արդեն կտեսնես քո կամ արդեն ձեր վաղը։